Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շնորհակալություն, պարոն Ապետյան, թեև դուք նոր եք նշանակված եւ ըստ էության այս հաշվետվության հետ պետք է որ կապ չունենաք ցուցանիշների բաների առումով, բայց այնուամենայնիվ ակնկալում եմ, որ մի քանի տվյալներ, եթե ձեր ձեռքի տակ կա, ներկայացնեք, եթե չէ, մինչև լիագումարնիստը գոնե ներկայացնեք։ Առաջինը վերաբերում է հետևյալին, թե երբ անվանական ներկայացվում է, արդյոք սա նշանակում է, որ կառավարության անդամներ չկան, որոնց ներկայացված են մեղադրանքներ կամ քրեական վարույթների շրջանակներում չեն անցնում, ազգային ժողովի պատգամավորներ, մարզպետներ, այսինքն բարձրաստիճան պաշտոնատար անձինք, առանց անուններ նշելու բնականաբար, որտեղ երկրորդ հարցը վերաբերում է հետևյալին, զեկույցի մեջ 9 դրվագում կոնկրետ անուններ են ներկայացում գործի մանրամասնություններ, արդյոք ճիշտ է եւ անմեղության կանխավարկածի խախտում չէ, երբ որ մարդկանց անուններ են նշվում, արդյոք կիսում եք այս մոտեցումը, որ սենց անվանական բերվում են, նշվում են եւ որը դեռ դատական գործընթաց պետք է անցնի եւ եթե վաղը դատարանով այս մեղադրանքները չհաստատվեն, այս մարդկանց առջև, այս մարդկանց անունները սենց հրապարակային պարլամենտում հնչեցնելու դեպքում արդյոք պատրաստ կլինի հակակոռուպցիոն կոմիտեն ներողություն խնդրել։ Ասացիս, որպես ավելի տրամաբանական ընկալում լինի, ես չեմ ասում չնշել գործի մասին, բայց կարելի է նույնիսկ առանց անվանական նշել, որտեղ խնդիրը դեպքի, հանցագործության, նկարագրությունն է, այլ ոչ թե անձանց անվանարկելը։ Երրորդ հարցը, հակակոռուպցիոն կոմիտեն քրեական օրենսգրքի շուրջ 40 հոդվածներով լիազորություններ ունի եւ այստեղ ներկայացված է մի քիչ խառն է, մի դեպքում ներկայացվում է հանցագործությունների ըստ գլուխների, մյուս դեպքում կոնկրետ հանցագործության տեսակով, արդյոք կարող եք ներկայացնել առանձին տեղեկանք, թե այս 40 հոդվածներից յուրաքանչյուրով ինչ քրեական վարույթներ են եղել եւ այդ քրեական վարույթները ինչ փուլում են, սկսած կաշառքից ավարտված ամենաբանը, փողերի լվացում։ Մյուս հարցը վերաբերում է ոստիկանության համակարգի աշխատակիցների մասով ներկայացված տվյալներին, այստեղ տպավորություն է, որ ամենայն դեպս դիտարկված տպավորություն է նաև, որ ոստիկանության այն աշխատակիցները, որոնք որ հատկապես աչքի են ընկնում դաժան վերաբերմունքով քաղաքացիների եւ իշխանությունների դիմախոսների նկատմամբ, ամենայն դեպս չի երևում որևէ բան կա, տվյալ, թե օրինակ անձինք, որոնք որ անցնում են քրեական վարույթներով եւ որոնց ներկայացված մեղադրանքները առնչություն ունեն նրանց կողմից բռնությունների գործադրման հետ։ Եվ եւս երկու հարց, որքան անձ է ի վերջո եղել կալանավորված 24 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առհասարակ, որտեղ դուք ներկայացնում եք միայն 24 թվականի ընթացքում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու 79 դեպքերը, բայց դեկտեմբերի 31-ի դրությամբ 24 թվականի, որքան անձ է եղել անազատության մեջ որպես կալանք խափանման միջոց կիրառելու հիմքով։ Եվ վերջին հարցը 81-րդ հոդվածի գործուն զղջալու հիմքով հակակոռուպցիոն կոմիտեն քանի վարույթներով է իրականացրել կարճում եւ անձանց ազատել քրեական պատասխանատվությունից։ Եթե ունեք այդ ինֆորմացիան, խնդրեմ ներկայացնեք, նորից եմ կրկնում, եթե չկա, ակնկալում եք, որ այս ընթացքում տեղեկանքներ կներկայացնեք։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Ապետյան։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Մինասյան։
Սկսենք սկզբից, հա, նշեցիք, որ բարձրաստիճան պաշտոնյաների մասով տեղեկատվություն չկա ներառված, բայց ես հաղորդումը ներկայացնելուց նշեցի օրինակ առողջապահության նախարարի տեղակալ, պետական գույքի կառավարման վարչության պետ, պաշտպանության նախարարության զինված ուժերի օրինակ գլխավոր շտաբի պետի տեղակալ, պատգամավորների մասով ըստ էության 24 թվականի հաղորդմամբ եթե չի ներառվել որևէ տեղեկություն, հետևաբար այդ մասով քերական հետապնդումներ չենք ունեցել, հավանաբար 25 թվականի հաղորդման շրջանակներում կներկայացվի այդ տեղեկատվությունը։ Այսինքն սպառիչ ներկայացվել են այն բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ում նկատմամբ քերական հետապնդումներ են հարուցվել վարույթների շրջանակներում։ Հաջորդ հարցը, որը վերաբերում է կոնկրետ դեպքերին, որոնք նշվել են հաղորդմամբ, այդ թվում նաև անձանց անուն ազգանուններ, այսինքն ըստ ձեր դիտարկման խախտվում է ամեղության կանխավարկածը, սակայն ուզում եմ ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ նշված բոլոր վարույթները ըստ էության ավարտված վարույթներ են եւ հանձնվել են դատարան, իսկ դատարան հանձնված վարույթների դեպքում նույն դատական համակարգի Datalinx տեղեկատվական համակարգում այս անձանց մեղադրանքը շատ հակիրճ նկարագրվում է նաև Datalinx համակարգում։ Հետևաբար ու նաև հրապարակային դատալուսումներ են անցնում այս բոլոր վարույթները, հետևաբար ըստ ինձ ամեղության կանխավարկածի խախտում այս դեպքում չունենք։ Ոստիկանության աշխատակիցների մասով նշեցիք, որ եթե ես ճիշտ հասկացա, խոսքը խոշտանգումների մասին էր, բռնության դեպքերի մասին էր, բայց ուզում եմ նշեմ, որ խոշտանգումների վերաբերյալ վարույթներով նախաքննության կատարումը քերական դատավարության օրենսգրքով վերապահված է ոչ թե հակակոռուպցիոն կոմիտեին, այլ քննչական կոմիտեին։ Մի դեպք կարող է լինել, երբ հակակոռուպցիոն կոմիտեն քննի այդպիսի խոշտանգումների վերաբերյալ վարույթներ եւ երբ նույն քննչական կոմիտեի քննիչն է քաղաքացուն ենթադրաբար խոշտանգողը, այսինքն այս դեպքում է, որ հակակոռուպցիոն կոմիտեն իրականացնում է նախաքննություն, իսկ ոստիկանության աշխատակիցների կողմից ենթադրաբար կատարված խոշտանգումների դեպքերով նախաքննությունը քննչական կոմիտեի առանձնացված ստորաբաժանումն է իրականացնում, հետևաբար այս մասով հակակոռուպցիոն կոմիտեն անհրաժեշտ տվյալների չի տիրապետում։ Գործուն զղջալու հիմքով քերական կարճված վարույթների թվականակը առանձին չի ներառվել հաղորդմամբ, եթե դրա անհրաժեշտությունը կա, մենք առանձին գրավոր կներկայացնենք, միայն կարող եմ ասել, որ ընդհանուր հաղորդմամբ ներառվել է ոչ ռեաբիլիտացնող, այսինքն ոչ արտարացնող հիմքով կարճված վարույթների քանակը, որի մեջ նաև մտնում է գործուն զղջալու հիմքով կարճված վարույթները։ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կալանքի տակ գտնվող անձանց քանակի վերաբերյալ տվյալներ առանձնացված ևս չեն ներկայացվել հաղորդման, բայց դրանք նույնպես գրավոր ծես կներկայացվի։ Նաև կարող ենք տեղեկանքներ ներկայացնել, հա, նշված առանձին դեպքերի վերաբերյալ, որոնք խոսքը ավարտված դատարան հանձնված վարույթների մասով էր, չէ, առանձին, որ ներկայացնենք նաև տվյալներ այդ մասով։ Ճիշտ հասկացա։ Արձագանք ունեք, պարոն Մինաշ։ Շնորհակալություն, պարոն Ապետյան, անցնեմ, հա, հերթով խոսքը ոչ թե առհասարակ բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասին, այլ կոնկրետ ես նշեցի պատգամավորներ, նախարարներ, փոխնախարարներ, դուք մենակ վերեցիք առողջապահության մեկ փոխնախարարի մասին, բայց մենք հիշում ենք բազմաթիվ դեպքեր, եթե ձերնով չի գնում, ձեր համակարգով չի գնում, հակակոռուպցիոն կոմիտեով չի գնում, պատգամավորների նկատմամբ հարուցված բազմաթիվ քրեական վարույթներ են եղել։ Նույնիսկ անձեռնախելիությունից տրամադրման բաներել են, քայլել են եղել։ Չէ, 24-ն էլ եղել, 24-ն էլ եղել։ Ես խնդրեմ, որպեսզի սա մասին
մի հատ նորից ուսումնասիրություն իրականացնեք, բարձրեք եւ ներկայացնեք, գուցե քննչական կոմիտեով է, բան չունեմ ասելու, բայց եթե ձեզնով չի անցնում։ Նաեւ համայնքի ղեկավարների մասով էլ խնդրեմ առանձին տեղեկանք, ոչ թե նախկին համայնքի ղեկավարների մասին, այլ այդ պահին գործող համայնքների ղեկավարների մասին 24 թվականի ընթացքում պաշտոնավորած համայնքների ղեկավարների մասին եղել են քրեական վարույթներ, թե ոչ։ Երկրորդ մասով անմեղության կանխավարկածով, տեսեք, այլ բան է, որ գործը դատալեքսում դրված է եւ հակիրճ նկարագրված է, այլ բան է, երբ որ տվյալ դեպքում հակակոռուպցիոն կոմիտեն զեկույցի տեսքով ներկայացնում ու հրապարակում է պարլամենտում, իցույց աշխարհի քննարկումներ են տեղի ունենում եւ այլն։ Ես նորից եմ ասում, բացարձակ չեմ ասում, որ գործերի մասին չներկայացվի, բայց դեպքն է կարևոր։ Դրա հանգեցման հանգամանքներն են կարևոր, ոչ թե անձանց անունները, որոնք դեռևս պետք է դատական փուլով հաստատվի նրանց մեղավորությունը, որից հետո անձինք դատապարտվեն։ Այսինքն օրինակ վերցնենք ցանկացած թեմի նկարագրությունը, կարելի է վերցնել այդ նկարագրության մեջ դեպքը նկարագրել առանց անուններ նշելու։ Մանավանդ որ արդեն միջոցներ ձեռնարկված այդ անձկանց նկատմամբ խափանման միջոցներ են կիրառված եւ այլն։ Երբ որ դատարանով կհաստատվի, այդ մարդիկ մեղավոր կճանաչվեն, հանրային պարսավանքել քրեական պատասխանատվություն էլ ամեն ինչ պետք է արվի։ Բայց իմ ասածը կարողանում եմ ես հստակ ներկայացնել, թե ինչի մասին է, այսինքն բովանդակությունը չկորցնենք մարդկանց անվան հետևում, որտեղ մեր համար թիվ 1 կարևորության խնդիր է, ի վերջո այդ դեպքերն են, դրանց առանձնահատկություններն են, լիազորությունների չարաշահման մեխանիզմներն են, որոնց դեմ պետք է նաև պայքարել, ոչ միայն քրեական արտարադատության, նաև օրենսդրական նախաձեռնությունների միջոցով, այսինքն նաև պարլամենտին պետք է օգնել այդ հարցում, որպեսզի պատգամավորները հետագայում հանդես գան օրենսդրական առաջարկներով։ Ես խնդրեմ անպայման գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ տեղեկանք, բայց ոչ թե միջին ծանրության, այլ ծանր եւ առանձնապես ծանրերի մասին, որտեղ այս փոփոխությունը երբ որ եղավ ազգային ժողովում, մենք նաեւ հանդես եկանք սահմանադրական դատարան, համապատասխան դիմումով, սահմանադրական դատարանը չընդունեց վարույթ, հետ ուղարկեց, բայց մենք նաեւ խոստացել ենք, որպեսզի այս մասով հետևողական կլինենք եւ իրավասու մարմիններից պահանջենք ի վերջո ինչպես է դա գործադրվել։ Ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասով քրեական պատասխանատվությունից ազատելու գործուն զղջալու հիմքով։ Խնդրեմ առանձին տեղեկանքները։